Թրիփը այլևս առաջնահերթություն չէ Միացյալ Նահանգների համար։ Այս մասին իրենց պաշտոնական եւ ոչ պաշտոնական հայտարարություններում չեն թաքցնում անգամ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Իշխող ուժը չի խոսում անգամ հստակ ժամկետների մասին։ Մենք ասում ենք, որ ուզում ենք նենց լինի, որ տարվա վերջ, տարվա երկրորդ կես նույնիսկ ինչ-որ շինարարություն սկսվի, չգիտեմ ինչքան դա իրատեսական, դա ցանկություն էր ամեն դեպքում։ Թրամփը Թրիփի կառուցմամբ մեկ հարվածով երկու նապաստակ էր փորձում որսալ։ Նախ բավարարել Իսրայելի շահերը Իրանի շրջափակմամբ, ապա նաև Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը սակայն երկրորդ պլան է մղել Թրիփի կարևորությունը։ Քաղաքագետը պնդում է, իրավիճակը չի փոփոխվի պատերազմի ավարտի երկու սցենարի դեպքում էլ։ Եթե Իրանում պահպանվի Իսլամական Հանրապետությունը, մեր հարավային հարևանը թելադրողի դիրքում կհայտնվի, թույլ չտալով իրեն շրջափակել հյուսիսից։ Իսկ Իրանի պարտության դեպքում ներդրողների հետաքրքրությունը կնվազի։ Խոշոր բեռնափոխադրումներ ընդհանրապես չեն իրականանում, քանի որ դժվար թե խոշոր լոգիստիկ ընկերությունները փորձեն հարյուրավոր միլիոնավոր դոլարների կամ միլիարդավոր դոլարների գործընթացներ իրականացնել անկայուն տարածաշրջանին շատ մոտ, որովհետև այնտեղից միշտ կարող են անհասկանալի, այսպես ասենք, սպառնալիքներ լինել։ Իսկ ինչ հետևանք կարող է այս ամենն ունենալ Հայաստանի համար։ Ադրբեջանի 6 տարվա ցանկությունը մնում է թղթի վրա։ Զարմանալիորեն որևէ բարձր հայտարարություն այս ընթացքում չի արել Ադրբեջանը։ Փորձագիտական շրջանակն արձանագրում է, դա իր պարզ պատճառներն ունի։ Ադրբեջանի սոցիալական վիճակը նույնպես բարվոք չի, այնտեղ սունի եւ շիական խնդիրներ գոյություն ունեն, որը կարող է ակտիվանալ Իրանի հաղթանակի դեպքում։ Նաեւ պետք է հաշվի առնել, որ գոյություն ունեն արդեն հակասություններ Իրանի եւ Ադրբեջանի միջև, դա կապված է Իսրայելի նկատմամբ դիրքորոշումներով։ Այդ առումով Ադրբեջանը բավականին ռիսկեր է տեսնում եւ դրա պատճառով իրեն փորձում է բավականաչափ զուսպ պահել։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարում է, թե բանակցություններ են ընթանում Միացյալ Նահանգների հետ։ Վերլուծաբանի պնդմամբ խոսքը իրավական փաստաթղթերի մշակման ու համաձայնեցման մասին է։ Այդուհանդերձ այս պահին, եթե անգամ խոսք լինի Թրիփը կյանքի կոչելու մասին, դա մոտ ապագայում անհնար է։ Թրամփն այժմ կենտրոնացած է արագ գործընթացի եւ նկատելի արդյունքի վրա, ինչը Թրիփի մասին չէ։ Կա բարդ իրավական գործընթաց հայ-ամերիկյան, որը պետք է ավարտվի նրանով, որ ստեղծվի երկկողմ պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագրի ստորագրմամբ, որի հիման վրա նոր պետք է ստեղծվի այդ Թրիփի զարգացման ընկերությունը, գրանցվի Հայաստանում, որից հետո նոր մենք կսկսենք մոտենալ շինարարության փուլին։ Այսինքն իմ գնահատմամբ այսպես թե այնպես, նույնիսկ առանց Իրանի պատերազմի բուն շինարարությունը դժվար թե 2027-ից շուտ սկսվեր։ Այդուհանդերձ Ադրբեջանի այս լռությունը երկար չի կարող տևել, պնդում են վերլուծաբանները։ Թրիփի շուրջ անորոշությունը շարունակում է խորանալ։ Դրա հետ մեկտեղ նաև տարածաշրջանային ռիսկերը։ Եթե նախագիծը երկար ժամանակ դուրս մնա առաջնահերթություններից, Հայաստանը կանգնելու է ոչ միայն տնտեսական խնդիրների, այլև քաղաքական նոր ճնշումների առաջ։ Իսկ թե ինչ ձևով կփորձի Ադրբեջանը հասնել իր նպատակներին, արդեն կախված կլինի ոչ միայն բանակցություններից, այլ նաև ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրականությունից։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։